Առանց բժշկի ցուցման երեխաներին վիտամինային հավելումներ տալը տարածված խնդիր է։ Մասնագետի խոսքով թյուր կարծիք կա, որ այս կամ այն վիտամինը ընդունելով երեխան կարող է քիչ հիվանդանալ կամ լավ ախորժակ ունենալ։ Վիտամինային հավելումները տալով երեխային մենք նախ ծանրաբեռնում ենք երեխայի օրգանիզմը եւ կարող ենք ունենալ տոքսիկ ազդեցություն, մասնավորապես լյարդի, երիկամների ախտահարում եւ իհարկե շատ տարածված են ալերգիկ ռեակցիաները վիտամինային հավելումների նկատմամբ։ Սակայն վիտամինային կոմպլեքսները նաև երբեմն անհրաժեշտ են եւ կարող են դրական ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա։ Օրինակ, B խմբի վիտամինները ունեն կարևոր նշանակություն նյարդային համակարգի զարգացման, արյունաստեղծ համակարգի կազմավորման համար։ Մեծ քանակությամբ պարունակվում են լոբազգիներում, հացահատիկային մշակաբույսերում։ Վիտամին D-ն սինթեզվում է մաշկում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնավորապես մինչև 2 տարեկան երեխային բավարար չի մաշկում սինթեզված վիտամին D-ի քանակը եւ մինչև 2 տարեկան բալիկը կարիք ունի ամենօրյա պրոֆիլակտիկ դեղաչափի օգտագործման, այն է 500 միջազգային միավորը կամ 1 կաթիլը։ Նույնիսկ խրախուսվում է մինչև 18 տարեկանը այդ պրոֆիլակտիկ դեղաչափը ապահովել երեխաներին, որտեղ ինքը շատ մեծ դեր եւ նշանակություն ունի ինչպես իմուն համակարգի, այնպես էլ ոսկրերի ճիշտ կազմավորման, ձևավորման գործընթացներում։ Իհարկե, այս ամենը պետք է արվի բժշկի հսկողությամբ։ Վիտամիններով ինքնաբուժությունից պետք է խուսափեն նաև մեծահասակները։ Շատ տարածված այն, որ օրինակ մեկի մոտ ախտորոշվել է այս կամ այն վիտամինային դեֆիցիտը եւ մյուսը հարկ է համարում իր պատասխանատվությամբ խորհուրդ տալ կողքինին, որ գիտեք, դուք էլ կարող եք սա օգտագործել, օրինակ ինձ օգնել է եւ սա ամենամեծ սխալներից, ամենամեծ բացթողումներից է։ Պետք է մանավանդ նաեւ մեծահասակների շրջանում ինչու՞ չէ նաև տարեցների շրջանում հստակ եթե կան այս կամ այն ախտանշանները, իսկ վիտամինային դեֆիցիտները ուղեկցվում են տարբեր կլինիկական նշաններով, այդ դեպքում խորհուրդ ենք տրվում միշտ դիմել առաջնային օղակ եւ հետազոտվել դեֆիցիտը հայտնաբերելու համար։ Իսկ հետո արդեն պետք է գրագետ ու ճիշտ հստակ տեղաչափով ընդունել վիտամինները։ Ստորին վերջույթների ցավ, հոգնածություն, աշխատանքում դժվար կենտրոնացում։ Այս ախտանշանները հուշում են վիտամինի պակասի եւ հետազոտվելու անհրաժեշտության մասին։ Նարէ Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։